մեծ տղաս մահացավ, կյանքը սիրող տղա էր, լավ շրջապատ ուներ, լավ ընկերներ ուներ, այդ ընկերների նվիրվածությունն էլ գեր նվիրվածությունը տնաքանդություն է, չի կարելի գեր նվիրված լինել ընկերությանը, չափ կա, շատ եմ տանջվել նրա վրա, քան թե աղջկա Ռուբիկի, առանձին էր ապրում, ես մնացի շշմած, չգիտեի ինչ անեմ, չգիտեի ոնց հաղթահարեմ, գերեզմանը աչքիս առաջինա, տանից նայում եմ, էլ չեմ կարում գնամ, ծանր է, ավելի ծանր է, քան ամուսնու ու կորուստը, ամուսնու կորուստը հինացել է, մի կերպ հարմարվել եմ, իրան էլ հիշում եմ, շատ եմ հիշում էլի, այնքան եմ շատ տանջվել իրան վրա, իմ աշխատանքի մեծ մասը նրա վրա է գնացել, եթե նա Ռուբիկի նման ինձ թև տար, քանիս հենց տուն կկառուցեինք, այդպես, հիմա հենգիդես մորանում եմ տղայիս, չեմ մորանում։ Նարինեն ու Ռուբենը ձեր երազած մեծ ընտանիքը կառուցեցին, գոհ եք։ Գոհ եմ, 11 թոռ ունեմ, 16 ծոր ունեմ, ծորներս էլ են ընդունակ, մեկը հիմնական դպրոցը փայլմա ուղակի, բայց նրան էլ տանն եմ, տանը նրա կապրիզները տանը կոտրեցի, լացել էր լինում, չէի նայում, կոտրեցի նրա կամքը, կապրիզները։ Կոտրեցիք, որ սովոր են։ Ահա, օգնեցի և շատ լավ սովորում է։ Ամերիկայի աղջկա թորնիկիս տղեն ենքան լավ երեխա թիմի իրանց դասարանի կապիտան են ընտրել, այս սերունդը դրանով ես բավականանում եմ, ուրախանում եմ, որ իմ սերունդը ոչ միտեղ վատ արարքներ չեն անում, բոլորը ճիշտ ուղու վրա են։ Տիկին Ծովինար, երեխաների դաստիարակության մեջ ինչ սկզբունքներ եք կիրառել, որ կարող է օգտակար լինել նաև մեզ։ Ահա։ Սեփական երեխաների, թոռների, սաների։ Սեփական երեխաներից աղջկասել տղայի Ռուբիկին է ես եմ պարապել։ Մեզ տղաց մի քիչ ուշ էր ենթարկվում։ Ասում էր, խիչ ես ինձ էլ դու պարապել, որ խեղտես ինձ։ Առաջին 2 ամիսը երեխաներին ուսումնասիրում եմ, բնավորության գծերը, ում հետ ինչպես վարվել, ում ինչպես ճիշտ ուղու վրա դնել։ Ծնողների հետ է ծանոթանում, անպայման, որ տեսնեմ ինչ ընտանիքից են։ Եվ հոգեբանորեն մոտենում էի բոլոր երեխաներին։ Դասի ընթացքում ես նստել չգիտեի, պետք է շրջվեի, մինչև ատառը ուսուցանելը, իհարկե արդեն այնքան հմուտ էի տալիս, որ երեխեքը կարողանում էին վերջում էլ ասեն ատառ, միջում էլ ասեն, սկզբում էլ։ Շրջում էի անընդհատ, մի հատ գրում էին, գրիչներն ասում էին ցած դրեք, մի մարդու պես լսում էին, շրջում էի բոլորին, ումը անհաջող էր, ցույց էի տալի օրինակը, ումը հաջող էր, ասում էի, քեզ մոտ հաջող է ստացվել։ Խիստ եք եղել, տիկին Ծովիկ։ Պահանջկոտ, ոչ թե կոպիտ խիստ, այլ պահանջկոտ եմ եղել։ Պետք է ճիշտ լինի, մինչև հիմա էլ այդպիսին եմ, տանն էլ, ուզում եմ ամեն ինչը ճիշտ լինի։ Պարապել եմ իմ երեխեքին, իմ թոռներին,
բոլորը լավ են սովորել, Ռուբիկը սել, աղջիկը սել, են թորները սել, ծովինարս, անիս, բոլորին պարապել եմ, են առաջին տղայիս երկու աղջիկը մեծ ու փոքր էին, բայց երկուսին էլ բերեցի, որ երկուսն էլ իմ դասարանում լինեն, մեկը 6 տարեկան, մեկը 7, այդպես։ Ձեր թորներին, երբ որ դասավանդում էիք, տարբերություն ինչպես էիք կարող անել, որ նույն պահանջկոտությունը նաև սեփական թորների Տարբերություն չէի տնում, հավասար պահանջներ բոլորի նկատմամբ, որ իրանք չզգան, բայց մի տարբերություն կար, դասամիջոցներին առաջին թորներիս, առաջին տղայիս թորների, տանիցը միշտ ուտելիք էի տանում, նրանք արդեն առանձին էին ապրում, տարբերությունն էր, որ դասամիջոցներին նրանց կերակրում էի, Դե տատիկ էիք։ որ խիղճս հանգիստ լինի, առանձին էին ապրում։ Վաղվա համար, մեկ տարվա համար, ապագայի համար, ինչ պլաններ ունեք, ինչ երազանք ու մտադրություններ ունեք։ Դե հիմա, որ ասում եմ, առողջ մնամ երեխուս հարսանիքն անեք, նորից կլեմ, ջղայնանում են ասում են մի ասի, իմ նպատակն է իմ երեխուն ամուսնացնեն, տանտեր դառնա, ծլի, ծաղկի, իրանք էլ առողջ լեն, տղես էլ, հարսս էլ, աղջիկս էլ առողջ լեն, իրանց երեխեքի հետ միասին։ Եվ աշխարհին ամենաշատը խաղաղություն եմ ուզում, որ իմ երեխեքը հանգիստ չմչեն, 44 օրվա պատերազմի ժամանակ, ինչ օրեր ենք ապրել, անասելի, ամեքս մի անկյուն էինք մտնում, թաքուն, մեկս մեկուց գաղտնի, լացլում, հանգստանում, մինչև երեխես զանգում էր, որ կենդանի եմ, որ դինջանում ենք։ Մի օր, մի անգամ 7 օր չզանգեց, մեռանք մենք այդ 7 օրը, մեռանք, մինչև որ երեխես 7 օրից հետո զանգեց, թե հնարավոր չէր, մարդկոցը ինքը հրետանավոր էր, մարդկոցը պատրաստ վիճակը մեր հնարավոր չէր զանգեի։ Տիկին Ծովիկ, կյանքի իմաստը որտեղ փնտրենք։ Կյանքի իմաստը բարիության, լավ աշխատանքի, ընկերասիրության, ազնվության, բարեխղճության, ուշադրության և անտարբերությունը մարդու թշնամի է։ Պետք է անտարբեր չլինել ոչ մի բանի նկատմամբ, պետք է շատ ուշադիր ամեն ինչը մանրակրկիտ ուսումնասիրել և ճիշտը օգտագործել։ Եվ խաղաղություն եմ ուզում, խաղաղություն։ Տիկին Ծովիկ, որ ժամանակը հետ տակ, ինչ կուզենաք փոխեք ձեր կյանքում, 20, 30, 40 տարի, ինչքան հետ կտակ, ինչ կփոխեք։ Կուզեի բոլորը առողջ լինեն, հիվանդ չլինեն և խաղաղությունը լինի։